Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է, և այսպես մեր երկիրը ներխուժեց դեպի նախընտրական փուլ, սկսվել է արդեն քարոզարշավի մեկնարկը տրվել է, բոլոր քաղաքական ուժերը քափ քրտինք մտած գնում են դեպի մարզեր, տարբեր տեղեր հանդիպումներ են ունենում, հանրահավաքներ են անում, կարգախոսներ են հռչակում, ամբողջ քաղաքները ողողված են թեկնածուների պաստառներով, քարոզչական տեսանյութերով, և մենք բոլորս հիմա սպասում ենք տեսնենք, թե այս մեկ ամսվա ընթացքում ինչպիսի ընթացք է ունենալու այս նախընտրական փուլը և մենք ինչ արդյունքներ ենք ունենալու հունիսի 8-ին։ Այսօր ինձ հետ հաղորդումը վարելու է Աքսել Մոնդրյան կազմակերպության հիմնադիր, հաղորդակցության մասնագետ Շուշան Հարությունյանը։ Բարեբախտաբար Շուշանը որևէ կերպ ներգրաված չէ քարոզչական այս փուլին, որևէ քաղաքական ուժի PR-ով չի զբաղվում, թեկնածու չէ, որևէ շահ չունի այս նախընտրական փուլում, բացի որպես քաղաքացի ունեցած շահը, չէ, այդպես ճիշտ եմ ձևակերպում, այնպես որ մենք կարողանանք ավելի անկաշկանդ զրուցել և քննարկել ստեղծված իրավիճակը։ Սկսենք երևի նրանից, որ 19 քաղաքական ուժ է մասնակցում, որը բավականին մեծ թիվ է մեր փոքրիկ երկրի համար, 2.5 միլիոն ընտրողի դեպքում դա բավականին մեծ թիվ է, և նորից կան տագնապներ, մտավախություններ, որ այդ ուժերից մի մասը չի հաղթահարելու անցողիկ շեմը, փոշիացնելու են ընտրողների ձայները և մենք կարող ենք նորից կանգնել նույն կոտրած դաշտակի առջև, ինչպես 2021 թվականին, երբ որ ընդամենը 2 ուժ անցավ և երրորդն էլ օրենքի պարտադրանքով միայն կարողացավ խորհրդարան անցնել։ Մարդիկ ասում են, որ հիասթափված է, որովհետև սպասում էին, որ նոր ուժեր կհայտնվեն, նոր կարգախոսներ կլինեն, նոր մարդիկ կլինեն ասպարեզում, կհայտնվի այն իդեալական թեկնածուն, որին իրենք վստահաբար ձայն կտան, կուզենան տեսնել վարչապետի պաշտոնում և նաև այդ պատճառով տեղի կունենա երկրում իշխանափոխություն, բայց մենք հիմա ունենք այն, ինչ որ ունենք և ըստ էության առաջադրվել են ասպարեզում եղած քաղաքական ուժերը, մի փոքր նորություններ կան համեմատած 21 թվականի հետ, կուզեի լսել քո կարծիքը, արդյոք այս եղած ներկա պնակը առաջադրված ուժերի բավարարում է հանրային պահանջները և արդյոք կա ընտրություն, մարդիկ ունեն այլընտրանք, թե էլի ընտրում ենք վատի վատագույնի միջև և չունենք ընտրություն մեծ հաշվով, հա, խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ նախ ձևակերպված հարցի, նախապատմության ու մոտեցումների համար։ Մեր դիտողների համար հուսով եմ զրույցը օգտակար կլինի, նախ ասեմ, որ զուտ հարազատության ու տարիների ընկերության հաշվին դյով ենք խոսում, զուտ ճիշտ հասկանան զրույցը, բայց հուսով եմ, որ մտերմիկ զրույցի մեջ, որտեղ ինչպես նշվեց ավելի վաղ, կաշկանդվածություն և մասնագիտական սահմանափակում չունեմ գնահատականներ տալու, հուսով եմ, որ համարենք մի կողմից քաղաքացի, մյուս կողմից հաղորդակցության մասնագետ կկարողանան վերլուծել մի երևույթ, որը շատ նմանա այսպես աղմուկ, աղաղակ, չէ, հիշեք ընկեր Փանջուն մեջ ասում է իրավիճակը ծապլվար գյուղին մեջ շատ լարված ընթացք ստացավ, չէ, ոնց որ այդպիսի sense պոստերներ, գորգրոց, ըստի համես մոտարպես էս աղմուկի մեջ։ Անխոս ես ոնց որ մասնագիտական կարողություններ չեմ ունենա քաղաքագիտական տեսանկյունից վերլուծել, բայց միևնույնն է, որ մենք հասկանում ենք, որ ըստ երևույթին տեխնացուների կոմունիկացիան պոտենցիալ ընտրողների հետ հաղորդակցությունն է եւ երևի հետաքրքիր կլինի նաեւ վերլուծել այդ հաղորդակցությունը ինչ ունենք, ինչի մասին առհասարակ էս աղմուկը, որովհետև ինչ սկսել էի դեպ քարոզարշավը, այսօր առավոտյան գոլեգաների հետ խոսում էինք, ասում էի, որ կարծես ընտրական process-ը, գիտեք, այդ անեկդոտը գործարարի եւ հասարակած տան մասին։ Մի էսպիսի անեկդոտ կա, ասում է մի գործարար հասարակած տուն է բացում, ասում է, բա ինչպես ես աշխատացնելու, քանի որ մեկնարկային լավ ներդրում չես անում, ասում է, դե տնեցիքով, ընկերներով, բարեկամներով կաշխատացնենք, մինչև փող կլինի։ Ուզում ասել, տեսնում եմ մի հախուռն process, որտեղ նաև շատ ներգրաված անձինք կան տարբեր կարգավիճակներով, որը ըստ երևույթին, որ ասում եք ինչով է տարբերվում, ըստ երևույթին մատնում չէ մարդկանց։ Այսինքն մի կողմից կա որոշակի չգրված խաղի կանոններ, սահմաններ, հա, ենթադրվում է կամ ասենք հասարակական
քաղաքական կոնսենսուս, թե մինչև ինչքան կարող են մարդիկ քննադատել, մինչև որ սահմանները կարող են հատել, բայց ըստ երևույթին այդ հատելու սահմանները ի սկզբանե մի խոսքով խնդրահարույց են, հա, կամ գոնե տեխնացուները իրենք են հրավիրում այդ սահմանները հատելու։ Հիմա մի քանի ձևակերպումներ ասեցիք, նորություններ, առաջինը։ Երկրորդը խոսքում ձեր ասացի, քո խոսքում ասացի, փորձում կուլտուրական լինել էլի մեր դիտողների համար։ Խոսքում ասացիր նոր մարդիկ են նոր փոփոխություն եւ նոր մարդկանց պահանջ կա որպես այդպիսի։ Երրորդն էլ այսպես մենք ունենք sense պեսիմիստական է, որ աշխարհը գնում առաջ, մենք ենք մեր սարերի դաշտերում, այն որ տեխնոլոգիական առաջընթացը մենք մեր դաշտերում ու sense պեսիմիստական պահանջ, որ ելի մնալու են կոտրած դաշտակի առաջ։ Հիմա երեք բանը փորձենք վերլուծել։ Կարող է ինձ մոտ ստացվի, կարող է չստացվի, դες խորի մաստ դատողություններ անել արանքում, բայց առաջինը նորի մասին խոսենք։ Մի այսպիսի տեսություն կա, որ որպես այդպեսին, եթե նայում ենք նորությունների լենտան, ըստ երևույթին նույնն է, անկախ տեխնոլոգիական առաջընթացից, անկախ ժամանակներից, անկախ երկրից, հիմնականում լրատվական լենտան նույնն է բոլոր երկրներում փոխվում են գործող անձինք։ Այսինքն օրինակ եթե նայում ենք որոշակի պայմանական քաղաքական վեճեր, եթե նայում ենք սպանություններ, եթե նայում ենք օրինակ անսովոր հասարակական զարգացումներ, որոնք ասում ենք, վայ, ես ինչ եղավ, շոկի մեջ ենք ընկնում, վայ, էսի սահմաններ, էս հատակին հասանք, կա չէ, ասում եմ, մենք հասանք հատակին, տակից տուկ-տուկ թա չէ տվեցին։ Օբյեկտիվ եթե լինենք, ես արդեն եղել է։ Այսինքն, սա ոչ թե 2021-ի կամ 26-ի սկավառակն է, այլ անընդհատ փոփոխող պատմությունն է։ Միայն մենք ենք փոխվում։ Ու ըստ երևույթին գալիս են նոր անձինք իրանց համար շոկի են ենթարկվում, իրանք են որ ոգևորվում են, հիասթափվում են, ոգևորվում են, հիասթափվում են, բայց այդ ցիկլը կարծես թե նույնն է, չէ։ Հիմա ասենք նոր մարդիկ։ Ինչպես կարող է լինել, որ օբյեկտիվ համարենք, որ Հայաստանի ընտրանքը դա 3 միլիոն բնակչություն է։ Կլորացրած, հա, այսպես։ Եթե 3 միլիոն բնակչություն է եւ քաղաքական զբաղվածությունը որպես տեսակ սահմանափակ թվող մարդկանց է վերաբերում կամ գրավում, դատողություն, որ կլիներ նոր մարդ, որտեղից էր լինելու, այդ նոր մարդը ինչ պետք է հենց նոր ամեն 5 տարին մեկ զերքից չէր իջնելու այդ մարդը, ես միշտ այդ եմ։ Նոր մարդ դատողությունը ինքն իր արդեն իսկ վտանգավոր է, որտեղ նոր մարդ նշանում հենց նոր է ծնվել, օրորոցից է դուրս եկել, ինչ է եղել։ Այսինքն մենք միևնույնն է ամեն ընտրությանը, եթե սպասում ենք, այ հիմա լինել են նոր մարդիկ կամ նոր դեմքեր, ի սկզբանե դատողությունն է, որը գիտեք հաղորդակցությունում այսպիսի մի տերմին կա, կոչվում է սոցիալ մանիպուլյացիայի ձև է։ Ասում ես բոլոր իրեն հարգող մարդիկ գիտեն թե ով է Պողոս Պետրոսյանը, ու եթե նման անձ անգամ էլ գոյություն չունի, խնդիրը այլևս Պողոս Պետրոսյանն է, ոնց որ քեզ հարգում ես թե չէ, ոչ թե խնդիրը այլևս Պողոս Պետրոսյանն է։ Ուզում եմ ասել նոր մարդու ձևակերպումը ի սկզբանե ձևակերպումը, այո, չկա նման, այսինքն ամեն անգամ դու կարող ես ասել ու ցանկացած բովանդակություն դիսկրեդիտավորել սկզբից։ Այսինքն դատողություն, քանի որ նոր մարդիկ չկա, մենք չենք լսում թե արկաներից ով ինչ է ասում։ Այո, կամ չեմ գնում ընտրության, քանի որ նոր մարդ չկա, այո։ Երկրորդը մարդու գործոնը, այսինքն անընդհատ փնտրում ենք մեսեա, փրկիչ եւ այլն, օրինակ, իսկ ո՞րն է հիմնավոր այլընտրանքը եւ դա վերաբերում է անձին։ Հիմա եկեք վերլուծենք, թե մարդու նման էգոիստ սեփական անձի վրա կենտրոնացած, սեփական կարիքները գերադասող եւ այլոց կարիքները ստորադասող էակը, որ դեպքում կարար գնար որևէ մեկի հետևից։ Առհասարակ սա երկրորդ դատողությունն է, որը անգամ, այսինքն հիպոթետիկ ընդունենք, որ ենթադրենք հարցում անեինք Հայաստանի բնակչությանը, այնպես լիներ, որ կոնսենսուս լիներ, որ կան կատարյալ դատողություններ, որ վերագրվում է X անձին։ Այդ մարդը դատողություններով գար, մենք իր հետևից գնալու ենք թե չէ, եւ դրանից բացի մի հատ կարևոր գործոնել գար։ Մի հոգին կարա պետական համակարգան ամբողջությամբ այնպես վերափոխի, այնպես կառավարի կամ այնպես լուծումներ գտնի, որ գոհացնի բոլորին։ Այսինքն ըստ երևույթին սա առաջնորդության պարզունակ ձևակերպումն է, ոնց որ դա շատ նման է, կհիշեք, ֆիլմերում երբ որ օրինակ լինում է, որ զորավարը զինվորների առաջ ելույթ է ունենում, սա այն կռիվն է, որի համար մենք գնում ենք, չէ, կյանք կամ ազատություն, ոգևորում է եւ բոլորով գնում են, այդ մի ճակատամարտն է։ Ուզում եմ ասել, եթե մենք 21-րդ դար հասնելով դեռևս փնտրում ենք մեկ ճակատամարտի, մեկ զորահրամանատար,
եւ ոչ թե պատերազմի, որպես ամբողջություն, որ ունի տարբեր ճակատամարտեր, տարբեր տեսակի մարտահրավերներ։ Ոչ թե մենք փնտրում ենք սիստեմա, որը մեզ կօգնի հաղթահարել արհավիրքները, ժամանակները, այլ մի հատ հեղափոխություն ենք ուզում անցած։ Այսինքն հա ինչ որ մի հոգի եկավ եւ ուզում եմ ասել, իդեպ այդ մի հոգին նաեւ հետաքրքիր է, որովհետեւ մենք պրոյեկտում ենք մեր պատասխանատվությունից խուսափելու աննկուն այսպես ցանկությունը, չէ՞, որովհետեւ մի հոգին է, ձախողոց պատասխանատուն միշտ մի հոգի է, չէ՞։ Անխոս մենք գիտենք, որ առաջնորդը ունի ամենամեծ պատասխանատվությունը, բայց մի հատ եթե կտրվենք ֆիլմերից, այդ երևույթներից, երգերից, պարերից, մենք ընդամենը կառավարման սիստեմայում պատվիրակում ենք մեր ներկայացուցիչներին, որոնք մեր հարկերով պիտի ծառայեն մեզ։ Այդ առաջնորդի, այդ փրկչի, այդ թրով, սրով եւ այլնի պատկերացումը որտեղից եկավ։ Կամ ինչքան վտանգավոր է ամեն ռաունդ, ամեն ընտրական process-ում սա վերակրկնել եւ դրանից հետո մարդկանց ասել, մարդիկ էլ ասեն, դե որ քանի որ ընտրություն չկա, չենք գնում։ Ուզում եմ հիշել, տենց մի հատ կերպարի։ Ինձ թվում է, ոնց որ Հիսուսից հետո տենց մեկը հələ որ չի եղել։ Ի վերջո այն մարդն էլ իր կյանքի գնով, եթե թույլ կտակ, ոնց որ դաշտարանապես չի ուզում մտնել, բայց հիպոթետիկ եթե ընտրենք, պատկերացնում եք հավատքի, ուժի ու պատմական փոփոխություն անելու ինչ մեծ կամք ա եղել։ Ես չգիտեմ ինչ որ մեկով պատրաստ է նման զոհողությունների գնա, որ վերջապես մարդկանց ասի, խնդրում ենք ձեզ, այս կողմ մի քիչ ավել նայեք, էլի, չի լինելու դա։ Մենք 2018 թվականին հենց դրանով էլ առաջնորդվեցինք իրականում, չէ՞։ Հասարակությունը մտածեց, ահա եկել է այն փրկիչը, որը փոխելու է մեր կյանքը, դարձնելու է հրաշք մի երկիր, բոլոր հարցերը լուծվելու են եւ այլն, եւ հիմա 6 տարի հետո մենք նորից կանգնել ենք այդ փաստի առաջ, որ սխալ ընտրություն ենք արել, սխալ մարդու վրա ենք ընտրել, միգուցե սխալ նաև ազդակներ ենք փոխանցել, սխալ պատվեր ենք իջեցրել իրենց, հա, հանդուրժել ենք իրենց ցանկացած քայլ, որը բերել հասցրել է այսօրվան, եւ հիմա փաստորեն նորից փնտրել փրկիչ, այո, դա դատապարտված մի հատ ճանապարհ է։ Փրկիչը դատապարտված է նոր մարդ չի լինելու, ի սկզբանե եւ հնարավորությունը կամ ի սկզբանե քաղաքական process-ները ընկալել որպես առաջնորդական, այսպես ոնց որ իր բոլոր միֆական, բոլոր վերագրվող բառապաշարով, հաղորդակցական են բոլոր framework-ն, հա, ասում շրջանակներով, որը կիրառվում է, եւ մոլորությունը հանրության համար, եւ հանրության կոլեկտիվ անպատասխանատվությունն է քաղաքական process-ների հանդեպ, եւ վտանգավոր ցիկլը, որտեղ ամեն անգամ ընկնելով, ամեն անգամ բերենք սիվայր ընկնելով ցեխը, նորից վերենք են, ասում, այ հաջորդ անգամ ուրիշ բան կլինի։ Այո, հետո մեկ էլ այդ ապոկալիպտիկ տեսարանները, որ նկարագրում են, որ սա այո, մեր սարտարապատն է այս հունիսի 7-ի ընտրությունները, որ սա վերջի փորձն է, որ եթե մենք չփրկվեցինք, կործանվելու ենք, չգիտեմ, ես դրան դեմ եմ անկեղծ ասած։ Ինչքան էլ ուզում ես շատ վճռական կարևոր ընտրություններ լինի, բայց չի կարելի մարդկանց ներշնչել, որ կյանքը կախված է այդ մի օրվանից, այդ մի ընտրությունից եւ դարձնել այսպես կյանքի մահվան հարց, որ իշխանության մնալու համար դառնա կյանքի մահվան հարց, իշխանության գալու համար դառնա կյանքի մահվան հարց, ես չեմ հասկանում ինչի համար է այդ խոսույթը, որ սենց տարածվում է։ Ես եթե թույլ կտաս մի բան ասեմ, այդ կյանքի մահվան հարցի վերաբերյալ ու առհասարակ իշխանության վեճի։ Անխոս եթե ոնց այսպես ասեմ, հա, եթե համաձայնության գանք, որ մեծ փոփոխությունները հասարակությունում միևնույնն է քաղաքական ճանապարհով են տեղի ունենում։ Այսինքն մենք ուրիշ գործիք չունենք։ Հիպոթետիկ ուզում եմ ասել, որևէ մեկը արտիստ է հասարակական գործունեությամբ ուզում է զբաղվել իր արվեստով, կամ որևէ մեկը հասարակական սեկտորում ուզում է սոցիալական փոփոխություն բերել, այսինքն ՀԿ-ների սեկտորում է աշխատում, կամ հիպոթետիկի որևէ մեկը գործարար է եւ մեծամասշտաբ փոփոխություն ուզում բերել։ Միևնույնն է policy ասվածը, այսինքն օրենսդրական կարգավորումներով եւ քաղաքական կամքով են մեծ փոփոխություններ լինում։ Այսինքն ձևակերպումը, որ սա շատ կարեւոր է, այո, այսինքն ուրիշ ավելի կարեւոր տեղ չկա։ Երկրորդ էլի կարեւոր գործոնը այն է, որ մենք գիտենք, որ առհասարակ բոլոր հասարակությունները, մել չեմ ասում Հայաստանի նման պետությունում, որը որոշակի ռեսուրսների, ել չասեմ աշխարհագրական դիրքի եւ գրական, հա, քաղաքական տարբեր սահմանափակումներ ունի։ Ուզում եմ ասել, պարզ է, որ մեր նման երկրում սա առավելապես կարևոր ու կյանքի մահվան հարց է, այնքանով, որ
այսպես ասեմ, հա, պետությունը կամ պետության դրոշը կրող իշխանությունը, ցանկացած իշխանություն, մշտապես հայտնվում է մոնոպոլ դիրքում, մոնոպոլ դիրք ունի եւ բռնություն կիրառելու, որպես այդպեսի բառի ուղիղ իմաստով, եւ երկրի ճակատագիրը որոշ պետության դրոշակի տակ ցանկացած իշխանություն լեգիտիմ բոլոր գործիքակազմ ունի կատարելու ամենաայլանդակ օրինակ հանցագործությունները, որը նույն համակարգի մեջ գտնվող ցանկացած այլ միավորի, թե իրավաբանական անձի, թե ֆիզիկական անձի հնարավոր չէր ներվի եւ հնարավոր չէր լինի անելու։ Ուզում եմ ասել, պարզ է, որ սա իրավմամբ լրջանալու պահ է։ Այսինքն դա տենց ալրջացնելու հարց, բայց մյուս կողմից շատ հաճախ, քանի որ մարդիկ ասում են, որ մենք այդ օրվանից հա կախված կմնանք, կապրենք Հայաստանում, թե ոչ, կգնանք, թե չէ, մեկն ասում է ես այդ օրը չեմ արտանա անկողնուց դուրս չեմ գա, երբ որ պարզվի, որ այս գործող իշխանությունը վերարտադրվել, այսպես հուսահատության բան չներշնչենք հասարակությանը, որ այդ օրվա հետ կապված այդպես մեծ ակնկալիքներ ունենան, հետո այդ ակնկալիքները չիրականանան ու իրենք այդ ֆրուստրացիան տեղի ունենա, էլի, դա իմ կարող են ռացիոնալ լինել։ Այո, պետք է ռացիոնալ լինել ու գնահատել իրավիճակը, ուզում եմ ասել, այդքան պարզ է ամեն ինչ։ Կուզեի մի քիչ խոսենք այն մասին, թե ինչ մեթոդներով են գործում այսօրվա այդ 19 քաղաքական ուժերը, հա։ Տեսնում ենք, թե կարգախոսներ, տարբեր բնույթի, ընդ որում ես ասեմ, նայել եմ ես ոչ մի այդպես փայլուն եւ նենց միանշանակ գրավիչ կարգախոս չեմ տեսել, ըստ էության այս քաղաքական ուժերի կողմից առաջարկված, հա։ Ոչ այդ պլակատների, պաստառների վրա է երևում այդ միջոր կրեատիվություն, նորույթներ եւ այլն, ոչ քարոզչական մեթոդների մեջ է։ Հիմա նորից այս նախընտրական փուլը սկսվեց, նորից էլի հանրահավաքներ են անում, գնում են մարզեր, կանգնում են գյուղամիջերում մարդկանց հետ զրուցում են, հա, կարծես թե ոչ մի նորույթ, նոր քայլ, նոր կրեատիվ մտահղացում չկա, դու չունես այդպիսի զգացում։ Օբյեկտիվ պիտի ասեմ, որ չունեմ ամենօրյա մոնիտորինգ եւ ցավոք սրտի չեմ հետեւել բոլորին, այսինքն պայմանական, հա, օրինակ, չգիտեմ, մեկը նաեւ անցնելիս պիտի տեսնեմ ինչ որ փոքր բաներ։ Այդ սրտիկը ցույց տալը ազդում է ինչ որ մարդկանց գիտակցության վրա քո կարծիքով։ Ազդում է։ Ես չգիտեմ, նման ուսումնասիրություն արվել է, ինչ է լինում։ Չգիտեմ։ Կամ ասենք խաղաղություն բառը գրված, պաստառի վրա փակցված, կամ այն մյուսն ասում է արդարությունը գալիս է իմ դեմքով, ես բերում եմ արդարություն։ Ես չգիտեմ, այդ ամեն ինչը ինչ որ մարդկանց գիտակցության վրա վերջոք դե ազդեցություն ունենա, կամ այդ հանրահավաքների մոդելը։ Եկեք նայենք ոնց են մարդկանց գիտակցության վրա ազդում, ինչ գործիքակազմ ունեն կամ անկախ Հայաստանում մինչև հիմա, օրինակ ընտրական ինչ հետ հայացք նայելով ու համադրելով ներկայիս իրավիճակի նոր են, հին են, նշաններ կա, թե չէ, ինչ ունենք։ Նախ մոտավորապես ընտրական process-ը հետևյալ ձևով է գնում։ Այսինքն, եթե ասենք բուն քարոզչական, այսինքն արդեն ինչպես էր, լեզվից ծայրին է, անուն մոռացա, որ սկսում է մինչև մեկնարկը, քարոզարշավ։ Քարոզարշավ, այ։ Այո, քարոզարշավ։ Սենց լինում է, չէ՞, հետագ ինչ որ քարոզարշավ, եթե հետևյալ ասենք, բուն քարոզարշավը, որպես այդպիսին արդեն ժողովրդական բառերով ասած բիլակների ցուցադրությունն է։ Սովորաբար ընտրական process-ը սկսում է ընտրությունների հրապարակումից հաջորդ օրը, միջինում այդ պահից սկսած։ Այսինքն օրինակ ուզում եմ ասել, եթե նայենք նաև հաղորդակցական տեսանկյունից շատ այլ երկրների օրինակներ, օրինակ սկսած նրանից, թե մասնակիցներ ընտրությունների արդյունքների հրապարակվելուց հետո նորից չեմ քննում ինչ մեթոդով, որ ժամանակահատվածն է, դա արդար մեթոդով է եղել, դա լծակներով է եղել, թե չէ, ասում հիպոթետիկ։ Պատկերացնենք իդեալականացված աշխարհում հրապարակվեցին արդյունքները, այդ պահից սկսած մասնակիցների արձագանքը, մեկնաբանությունը երևույթին, ձևակերպումը հաջորդ քարոզարշավի ցիկլը։ Ինչա տեղի ունենում այս ամբողջ ժամանակահատվածում կամ ում հետ են աշխատում ուժերը։ Սովորաբար հետևյալն է տրամաբանությունը, կամ մենք ինչ գիտենք նորից էլի հաղորդակցական տեսությունից։ Սովորաբար ամեն հասարակությունում մոտավորապես 3-ից 5%-ը դրանք ինովատորներն են, մտավոր էլիտան կամ հանգամանքներ, երևույթներ փոփոխողը, գաղափարներ ներմուծողը։ Սովորաբար իրենց միջից են դուրս գալիս քաղաքական ուժերը, եթե ամեն ժամանակահատվածի մեջ, ամեն 10-ամյակը մեջ, 15-ամյակը մեջ կարողանում են որևէ բան նոր առաջարկ ձևակերպել։ Առաջարկները ի դեպ տնտեսական
երկարաժամկետ հետևանք ունեցող առաջարկներն են։ Օրինակով կարող ենք խոսել, Հայաստանում էլ են նման բաներ եղել։ Օրինակ ուզում եմ ասել, ենթադրենք կենսաթոշակային ֆոնդը, անկախ նրանից թե համաձայն են մարդիկ, համաձայն չեն, նորից ես չեմ քնում լավը կամ վատը լինելը։ Այդ տեսակ գաղափար է, որովհետև կանխատեսվում էր, որ գնում ենք դեպի ծերացող ազգաբնակչություն ունեցող երկիր, այլևս սերունդերի համերաշխության մոդելը կիրառելի չի լինելու եւ պետքա որևէ այլ լուծում գտնել սրանից 30 տարի հետո հարց լուծելու։ Կամ այդ տեսակ լուծումներից է, որպես այդպիսին եկամտահարկի վերադարձը եւ դրա կիրառելությունը, որովհետեւ արհեստականորեն առավելություն է տրվում որևէ ոլորտի, օրինակ կառուցապատման։ Դրանով իսկ նաև խաթարվում է մի հատ կարևոր այլ հարց, օրինակ, հնացող բնակ ֆոնդը, որովհետև ենթադրենք, եթե մենք ունես հիպոթետիկ 1 միլիոն բնակչության խտությամբ քաղաք, որտեղ վթարային շենքերը տարբեր աստիճանների, չեմ ասում, երրորդ աստիճան վթարի, բավականաչափ շատ են, արհեստական լուծում պետք է գտնես կարգավորելու։ Հակառակ դեպքում, եթե բոլոր շենքերը վթարային լինեն, ամբողջը պետության բեռն է լինելու։ Դրա համար պետությունը երբ որ լուծում է գտնում, երկարաժամկետ կտրվածքով որևէ բան խթանելու։ Սա արդեն կարևոր միտք է նորից չքննելով, թե ովքեր են նման համակարգերի հարստահարողները, ովքեր են օբյեկտիվ օգտվողները, ովքեր են ենթադրենք։ Հիմա ուզում եմ ասել, այս տեսակ բաները ձևավորվում է 3-ից 5%-ի շրջանում։ Դրանից հետո գալիս է ամեն հասարակության կրիտիկական զանգվածը 13-ից 17%-ը։ Հիպոթետիկ, եթե խոսենք, հեղափոխություն անելու համար ցանկացած հասարակությունում պետքա մինչև 17% մասնակցություն։ Մյուսների մասնակցությունը, այո, էական չի։ Այսինքն անկախ նրանից թե ձևակերպումները որոնք են, մոդելը բավարար կրկնվող է եւ բավարար կիրառելի ու ստուգված է, թե կոմերցիոն փոփոխությունների համար նկատի կոմերցիոն վարկաբանական։ Օրինակ, շուկա է ներմուծվում նոր տեսակի սարք գadget, որի կարիքը ոչ թե մարդիկ չունեին, այլ առաջ այդ պերսպեկտիվայում չէին էլ պատկերացնի, որ նման բան կարող է լինել։ Սա ասելով նկատի ունեմ օրինակը հիպոթետիկլի, եթե մարդիկ ունեին հեռուստատեսություն, այն կոնվերտացվում է հեռախոսի մեջ, սա փոփոխության տեսակ չի, փոփոխությունը առհասարակ նոր երևույթների, նոր ինովացիաների ներմուծումն է, որի կարիքը մարդը դեռ չգիտեր, որ ուներ։ Այսինքն իրեն չէին հարցրել, որ կարա այդպես լինի։ Օրինակ, չգիտեմ, մեքենան կարգերի ժամանակահատվածում, պատկերացրեցիք։ 17%-ը փորձարկողներ են, այն մարդիկ, ովքեր հերթ են կանգնում առաջինը որևէ բան փորձարկելու, ովքեր աննկուն պահանջ ունեն, ցանկացած բան նոր բան փորձարկելու եւ առաջին շրջանում լինելու։ Սա նշանակում է, որ անկախ հիասթափության աստիճանից, անկախ զբաղվածության տեսակից մի խումբ կան Հայաստանում, որոնք միևնույն է հետևում են process-ներին, գիտակցելով, որ տեղեկացված լինելը էական ու կարևոր է լինելու։ Իդեպ իրեն կարող է նաեւ հենց լրատվական սպառողներ լինեն եւ այլն։ 17%-ը նաեւ հետաքրքիր առանձնահատկություն ունի, ինչի են կոչվում կրիտիկական զանգված, որովհետեւ մեծապես կախված չեն իրենց հանգամանքներից։ Սա նշանակում է 17%-ի մեջ են նաև կրթական բարձր ցենզ ունեցող մարդիկ, որոշակի տնտեսական ապահովություն ունեցող մարդիկ։ Օրինակ, հիպոթետիկ, եթե խոսենք, պետական ծառայողը երբեք չի կարողանում կրիտիկական զանգվածի մաս լինել, որովհետև պետական ծառայողը անկախ ծառայության տեսակից մեծապես կապված է իր, այո, գործատուից եւ գործատուի հաստատունության կամքից։ Այսինքն ստացվում է 17%-ն է։ Ընտրական process-ը, հիմա կշարունակենք մյուս տոկոսները կասենք, բայց վիզուալ եթե պատկերացնեք, ինքը այսպես կոր է։ 17%-ի համար անդրությունները, ոչ երբեք ամբողջ հասարակության։ Իլյուզիան 17%-ը կարողանում է թելադրել իր կամքը, իր ճաշակը։ Դա 17%-ը ոչ թե քվյատուփի առաջ է իր կամքը թելադրում, այլ նախադեպը ձևավորում է մինչև ընտրական բում process-ը։ Այս է տարբերությունը կամ ընկալումը, հա։ Հիմա եթե գնանք կա վաղ մեծամասնություն 34%, ուշ մեծամասնություն, 34% եւ հասարակական ցիկլից հետ մնացողները։ Մինչեւ 16% դրա համար ըստ վաղն ու ուշը ինչով են տարբերվում։ Ինչ տարբերվում են հետեւյալով։ Վաղ փորձարկողներ են, մարդիկ են, երբ որ որևէ process է լինում, առաջինը ու արդեն անվտանգ է, գալիս են կպնում են կրիտիկական զանգվածին։ Օրինակ հիպոթետիկ, եթե հետ գնանք 2018 թվականի երևույթը, տարբեր անուններով են կոչվում կողմերը, նորից չմտնելով է դաշտ։ Դա հեղափոխություն էր, դա իշխանափոխություն էր, թե դա տարբեր ուժերի մասնակցություն էր Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, նորից անունները բաց թողելով եթե նայենք հաղորդակցական տեսանկյունից ինչն էր հարցը։ Հրապարակում էին կամ պարգարում էին մարդիկ, ովքեր իրենց որակներով համապատասխանում էին 17%-ին, կրիտիկական զանգվածի չափորոշիչներին։ Իդեպ դրա համար է, որ փոփոխությունից անմիջապես հետո նույն այդ մարդիկ հենց առաջին ցիկլում անհամաձայնության դեպքում նորից դուրս են գալիս, ավելի վաղ են դուրս գալիս։ Իսկ երբ որ օրինակ պայմանական նույն ժամանակ
ժամանակահատվածում հայտարարություն եղավ գործող վարչապետից հրաժարականի մասին, չէ՞ որ հրապարակը լեփլեցուն եղավ։ Այսինքն հրապարակը ամբողջապես թվականակով, հիմա եթե հետ գնանք նայենք արխիվային կադրերը, այդքան լեցուն չի եղել։ Ենթադրենք դա տեղի ունեցել 23-ին ապրիլի, որովհետև այդ ժամանակ ինչն է հարցը։ Ինչա կոչվում վաղ մեծամասնություն։ Երբ որ մարդիկ հասկանում են, որ փոփոխությունը անխուսափելի է, բայց արդեն անվտանգ է, իրանք արագ շտապում են փոփոխության մասը լինելու, որովհետև լուսանցքում չմնալու, ռուսերեն ասած իզգոյ չհամարվելու գործոնը շատ կարևոր դրայվեր է, դա ներքին է, դա անգամ վերլուծված կարող է չլինել։ Դրա համար է, որ սովորաբար եթե դու ուզում ես իրական փոփոխություն որևէ երկրում, դու ոչ թե ընկնում ես օրինակ մարզերը ասելով, ես նկատի ունեմ այս պարագայում հնարավոր մտավոր պոտենցիալի խտությունը։ Ասենք ոչ թե ընկնում ես, դերը հին ձևերով հավաքվեք, բաներ, մկների ժողով ես անում, այլ իրոք մոբիլիզացնում ես կարողունակ մարդկանց, որտեվ կարողունակ մարդիկ երբ որ փոփոխություն են անում, բոլորը ուզում են դրա մասը լինել, բոլորը ուզում են դրա դափնիները վերցնել։ Բոլորը չի որ պայքարել են դրա համար։ Հետևից տանում ես, մնացածը մեքենայորեն գալիս է։ Մեքենա, որովհետև բոլորը ուզում են դափնիները կրել, բայց բոլորը չի որ պատրաստ են գինը վճարել դրա։ Հիմա ինչու ենք ասում ուշ մեծամասնություն։ Ուշ մեծամասնությունը շատ առարկայական որ ասեմ, որ պատկերացնենք նույնիսկ ընտրական process-ների, այս բոլորը նորից ամենայն հարգանքով բոլոր այն ուսուցիչների հանդեպ, ովքեր մասնագիտական լավ աշխատանք են կատարում, բայց օրինակ հայ հասարակությունում կա այսպիսի երևույթ, անկախ նրանից թե ով է իշխանության ղեկավարը, միշտ դպրոցի տնօրենները տվյալ լրիվ պատահաբար կամ հանկապարտեզի տնօրենները լրիվ պատահաբար տվյալ իշխանության, օրվա իշխանության կուսակցությունից են։ Հաղորդակցական տեսանկյունից սա կոչվում է ուշ մեծամասնություն։ Ուշ մեծամասնության այլ դրսևորում, հա, փորձենք ասել։ Իհարկե պատահաբար չի, մենք հասկանում ենք։ Դե մենք դրա համար ասում ենք լրիվ պատահաբար, լրիվ պատահաբար։ Հիմա մեկ այլ օրինակ պատկերացնենք։ Օրինակ պատկերացրեք մտավ քաղաքացին ընտրատեղամաս, դուրս է գալիս exit poll-ը, հարցնում են ում ես ընտրել։ Ենթադրենք Պողոս Վարդանուշ, Պետրանուշ, չեմ իմանում, անունները էական չի։ Երբ որ ընտրության արդյունքները հրապարակվում են, ինքը հետ է գալիս ու սեփական հանդրույթին ասում է հաղթողի անունը, չգիտեմ, Վարդանուշն է հաղթել, ես Վարդանուշին էի քվեարկել։ Ուշ մեծամասնության դրսևորումը մի փոքր ավելի ուշ է, որովհետև վաղ մեծամասնությունը հասկանում է, որ ոնց որ մի բան չի գնա մասնակիցը լինեմ, դափնիներ ստանեմ։ Ուշ մեծամասնությունը պարզագույն կոմֆորտ է փնտրում։ Ուշ մեծամասնության օրինակ եկեք նայենք բիզնեսում, իրանք հատուկ տերմին կա ներդրումներում, կոչվում է liming effect։ Դրանք էսից փոքր կենթանիներ կան, գնում են, մուլտիկներ կան իրենց մասին, liming-ները։ Անգամ մի հատ շատ հետաքրքիր վիդեո կար հայտնի liming-ների մասին BBC-ում, BBC World and he ժամանակներն են կինոյի 70-ականները կլասիկան, որտեղ լիմինգները սենց գալիս են խմբով գալիս են ու կիրճից գցվում են ցած, մեռնում են։ Հիմա ի՞նչն է հարցը։ Ուշ մեծամասնությունը սովորական դատողություններն ունի, որոնք հետևյալն են։ Մեծամասնությունը չի սխալվում։ Եթե հիմա այսքան մարդ անում է, ուրեմն մի բան գիտեն։ Խմբով ոչ են սխալվելու, իսկ եթե սխալվես, ավելի լավ է սխալվող խմբի մասը լինես, քան մենակ քո ճշմարտության հետ։ Հիմա պատմականորեն մենք գիտենք, որ այո, մեծամասնությունը սխալվում է, մեծամասնությունից ամբողջ ամենաշատը սխալվում է մեծամասնությունը, բայց մեծամասնությունը երբ որ կոմֆորտի մեջ է, հիպոթետիկից մինչև ասենք պրակտիկ, ամենաայլանդակ սխալներն է անում։ Օրինակ մեծամասնությունը կարող է իրան թույլ տալ վայրագություններ, որը անհատները խմբով չեն կարող անել, եթե խումբը անհատն է։ Մեծամասնությունը իրան կարող է թույլ տալ շատ վատ արարքներ, որը երբեք անհատից չես սպասում։ Պատմության մեջ շատ է եղել տենց դեպքեր։ Հիմա դրա համար միջինում մենք հասկանում ենք, որ late majority-ն կամ ուշ մեծամասնությունը դա մեր հասարակության կամ Բրոդսկի, ասենք, միջին մարդու ֆենոմենն է։ Իրանք շատ վտանգավոր բաներ են, ոչ թե նրա համար, որ այդ մարդիկ են վտանգավոր, այլ որովհետև իրենք կյանքի բերումով, դա կարող է լինել կյանքի հնարավորությունների բերումով, առանց գիտակցության, եթե հայտնվեն այդ ցիկլում, իրանք սեփական կյանքի եւ այլոց համար վտանգ են ներկայացնում։ Ամբողջ խնդիրը սա է։ Սա ոչ թե միտումնավոր, ոչ թե իրենք վատ մարդ են, ոչ թե իրենց մեջ բացառություններ չեն լինում, այլ որովհետև դա շատ པարզ կենսաբանական ու հասարակական պարզաբանում ունի։ Հիմա դրա պարզաբանումը ո՞րն է։ Այսինքն, եթե մենք հնարավորություն տանք, որ Հայաստանի մարդիկ բոլորը իրենց բազային կարիքները բավարարած լինեին եւ չունենային պարզագույն Մասլոյի պահանջմունքների բրգի անվտանգության, վաղվա օրվա երաշխիքի,
սննդի եւ այլնի ապահովության հարց, հավատացնում եմ ձեզ, բոլորի մոտ կդրսևորվեն լավագույն հատկությունները, որտեվ հիպոթետիկից մինչեւ պրակտիկ իրենք բոլորը լավ մարդիկ են, բայց եթե որևէ մեկը անվտանգության հարց ունի, ամբողջ իր մարմինը ստեղծված է սաղ մնալու համար, դու չես կարող իրենից գաղափարական բանավեճ եւ գաղափարական դիրքորոշում ուզել, դա սխալ տեղ է փնտրվում, այսինքն երբ որ հիպոթետիկ 4 տարի անընդմեջ լինում է տարբեր ուղղություններով անգործություն եւ 6 ամիս առաջ անցնում ես մարդկանց հետ զրուցելու, ովքեր բազային անվտանգության եւ սննդի հարց ունեն ու խոստումներ ես տալիս, այդ մարդը վերակրկնելու է այն իր ուղղությունը, որը կա, որտեվ դա գոնե իր համար հասկանալի է։ Այսինքն, ինչու է որ իշխանություն ավելի հեշտ է ցանկացած համակարգում վերարտադրվում ու ցանկացած երկրում, որովհետեւ մարդիկ ենթագիտակցական մակարդակով իրենց ծանոթ վտանգավորը ոչ թե վատի ու վատի արանքում, ոչ թե իրանք ընտրություն ունեն, այլ իրենք պարզագույն իրանց ինստինկտները ստիպում է, որ անվտանգության բազային բարձիկ ունենան։ Գոնե իրանց համար խաղի հստակ կանոններ։ Այն որ ասում է ինձ նախարարություն, սենց հետաքրքիր այդ դեպքում մի ուրիշ հարց, ոնց կարող է հասարակությունը չտարբերի սուտ խոստումը ճշմարիտ խոստումից եւ ոնց կարա այդ տարբեր կտեր ուտի սենց ասած ու դրանցով առաջնորդվելով գնա ընտրության եւ քվեարկի։ Հիմա փաստա որ իշխանությունը նաեւ օգտվում է, չէ, հանրային վախերից, անհանգստություններից, ապագայի հանդեպ ունեցած այդ իր տագնապներից եւ ինչ որ մեսիջներ է փոխանցում։ Օրինակ ասում է, եթե ես մեծամասնություն չունեցա, պատերազմ կլինի, եթե գա այսինչ ուժը ձեր կենսամակարդակը կընկնի, ես պարգևավճար եմ տալիս, հաջորդ եկողը չի տալու, ես թոշակ եմ բարձրացրել, մյուսը կգա ու թոշակները կիչացնի նորից։ Հիմա պարզ է, չէ, որ այս տեսակ նարատիվների մեծ մասը 90 եւ ավելի տոկոսը սուտ է, կեղծ է, հորինված է եւ հենց վախերից օգտվելու մարդկանց այդ նպատակով արվում, բայց եթե սպառողը ինքը, ընտրողը ինքը չի կարողանում կողմնորոշվել, չի կարողանում սուտը ճշտից տարբերել, չի կարողանում այս ամեն ինչի մեջ ինքը պիտի նաև վարպետացած լինի, չէ, այդ ստերը պիտի տեսած լինի, նախկինում ինչ էր ասել, ինչ էր արել, ինչ ստացվեց 18 թվին ինչ հույսեր ուներ ինքը այսօր ինչ վիճակում է եւ այլն, բայց այս տարական անալիզներ չեն կարողանում, չէ, անել որոշ մարդիկ։ Բայց հենց դրա համար է որ մենք խոսեցինք, որ երբ որ ասում ենք ընտրող, մենք քրիտիկական զանգվածի ներկայացուցչին եւ ուժ մեծամասնությանը նույն չափորոշիչներով ենք վերաբերում։ Ի սկզբանե տարբերակելու կարողություն հիպոթետիկ ունենալու եք միայն քրիտիկական զանգվածը, մյուսները չէին էլ ունենալու։ Բայց մեր քրիտիկական զանգվածը նաև մի տեսակ համպասիվ է եւ չի կարողանում թելադրել իր պատկերացրածը, իր զգացածը, ոնց որ հասարակության ավելի մարգինալ հատվածը հայտնվել է հենց այդ քրիտիկական զանգվածը, չէ՞, այդպեսի մի հատ ֆենոմեն կա։ Էդ էլ մտածենք, ինչի կարող է այդպես լինել։ Հիմա նախ մենք գործ ունենք դեպի զուգահեռ դա ուղեկցվում է տեխնոլոգիական մասսայականացման, իդեպ չասեմ տեխնոլոգիական առաջընթացի, ասեմ տեխնոլոգիական մասսայականացման, աշխարհի process-ներ են, հա, տեղ ունենում, եւ այդ process-ներում հեռախոսը, որը հասնում ես, չգիտեմ, օրինակ Տանզանիա մասսայի ցեղեր արդեն ձեռքներին է, այսինքն դեռևս չի հասել բազային սնունդը բոլորին, բայց բոլորին հասել է հեռախոս, եւ բոլորի ձեռքին է հեռախոս, եւ միջինում ստացվում է, որ մեզ սպասվում է քիչ անկախացում եւ առավելագույն տեխնոլոգիական ստրկացում։ Այս ժամանակներն է, հա, գալիս։ Այս ժամանակներում սովորաբար ուժ մեծամասնությունը, վաղ մեծամասնությունը հետ մնացածներ իրենց ավելի ուժեղ են զգում։ Քրիտիկական զանգվածը կարող է իրեն տեսականորեն սեփական անձին, սեփական գործողություններին ավելի սկեպտիկ լինել։ Իսկ հիշում եք, տենց տերմիններ կան, լսած կլինենք, բայց խորը չենք վերլուծում, մարդունչող տգիտություն եւ այլն։ Բնականաբար ինչքան քիչ պատկերացում ունես աշխարհի մասին, այնքան ցած ավելի քեզ իրավունք ես վերապահելու կարծիք ասելու, ավելի պնդող ու համարձակ լինելու։ Հիմա հետեւյալն է նաեւ տեղ ունենում, որ հիպոթետիկ եթե խոսենք, կան Հայաստանում որակավորված պրոֆեսիոնալ մարդիկ, ըստ երևույթին, իրենց ձայնը շատ ավելի ցածր է, ոչ թե նրա համար, որ երևի որոշ կողմը արդեն իսկ ներգրաված է որոշումների process-ում, այս կամ այն կողմերում։ Այդ արդեն որոշակի տոկոսն է։ Մյուս տոկոսը, որ կարող էր ընդհանուր մինչև օբյեկտիվ լինել, խլացված է ավելի վստահների,
տգիտության աղմուկից։ Այո։ Իսկ այդ տգիտության աղմուկի վիզուալիզացիան եկեք նայենք օրինակ Հայաստանի սոցիալական ցանցերը։ Երբ որ պտտում ես, երբ որ նույն Հայաստանի մեր հայրենակիցները ցավոք սրտի չեն ունենալու բազային մեդիա գրագիտություն տարբերակելու աշխարհաքաղաքական sense ոնց ասեմ, տիեզերական սուտը ողջամիտ տեղեկատվությունից եւ ընդհանուր միջև չեն տարբերակելու արժևորելու օբյեկտիվ ԶԼՄ-ներին։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ այն հասարակությունը, որը հասկանում է, որ Facebook-ով տիեզերական սուտ դնելով, անիմաստ բաներ դնելով, շրջանառելով այսպես ասեմ, հա, կամ դրանով կերակրվելով ու քնելով վտանգի առաջ ես դնում քեզ եւ մյուսներին, եւ այն հասարակությունը, որ ասում է, թող քննադատեն բոլորից, բայց ինձ անհրաժեշտ է օբյեկտիվ լրատվություն։ Այս երկուսը տարբեր հասարակություններ են լինելու։ Երբ որ այն աղմկոտների ձայնը բարձր է, իրանք բառի ուղիղ իմաստով խլացնում են մյուսներին։ Այսինքն ստացվում է, որ հիմա տեխնոլոգիական մասսայականացման դարում Հայաստանում հաջորդ կարևոր ու հետաքրքիր ձևակերպ երևույթն է, հա, տեղի ունեցել, մենք դա չենք արձանագրել, մենք ռեֆլեքսիայի ժամանակ չենք ունենում։ Մենք դարձել ենք այսպես ասեմ, ինչ որ մի հատ միջնադարյան ամրոցի նման մի հատ համակարգ, որը մի կողմից կպած է աշխարհին, աղմուկը աղաղակը գալիս է, բայց մյուս կողմից պարփակված է սեփական ամրոցում, հիպոթետիկ հավատալով, թե ամբողջ խնդիրները ու ամբողջ աշխարհի ամեն ինչ էստեղ է։ Եվ այս տեղի մեջ իրենք, քանի որ հիմա բոլորը հավասար ձայնով առաջնորդվում են կամ առաջնորդում են աշխարհը, իրանք եթե խմբով որոշում են, որ մեկը վհուկ է ու մազերը կարմիր է, գոռում են ու վառում են տեղում։ Այդ վառելու արանքում հավանաբար շատ որակավորած կրիտիկական զանգվածի մասնակիցներ ուղղակի չեն ունենում նույնքան, ոնց ասեմ, ներքին մղում դուրս գալու գոռալու։ Իրենց ձայնը չի հերիքում, որովհետև նվազագույնը բարեկիրթ մարդը գրագետ մարդը միշտ ստվերում է մնում։ Դե ինչ անի, գոռա, ինչ անի, շատ ուզում եմ ասել, մյուս որակները լինի, ինչ անի, գոռա, շորերը հանի, չգիտեմ ինչ անի, պատրվի եւ այլն, տենց էլ հիմա որ բան անի։ Ստացվում է, որ մենք ավտոմատ խնդիրը կենտրոնացնելով մեր մոտ լուծում չենք գտնելու մեր մոտ։ Չէ՞ որ մի փոքր պիտի դուրս գանք մեր այս մեր գեղի, այս բանի վիճակներից, որպեսի բանից պղպջակից էս մեր պիտի դուրս գանք։ Հա, ճիշտ է։ Շատ լավ, իսկ հիմա դե նախընտրական փուլ է, մի ամիս մենք լինելու ենք քարոզարշավի մեջ, երկու բան կուզեի, որ նաև քննարկեինք, խոսեինք, հա, մեկը հնարավոր է արդյոք այս մեկ ամսվա ընթացքում որևէ քաղաքական ուժ կարողանա փոխել իր ռեյտինգը, ավելացնել կամ նվազի ինչ որ ձևով, հա, ինչ գործոններ կարող են դրա վրա ազդել այդ առումով, եւ մի բան էլ, թե հիմա սոցիոլոգիական հարցումներ շատ են արվում այս փուլում, հա, ամեն մեկը փորձում է սոցիոլոգիական հարցում օգտագործել որպես PR-ի միջոց, ոչ թե իրականություն ներկայացնի, այլ բանանի, օրինակ անցած օրը ես կարդում էի կայքերից մեկում, որը որ այս իշխանություններին ծառայող կայք կարող ենք անվանել խայտառակ բարձր թվեր իշխանությանը եւ խայտառակ ցածր թվեր ընդդիմության, այսպեսի մի հատ իրավիճակ էր նկարագրում, հավատալ, չհավատալ, ինչ դեր է խաղում սոցիոլոգիան այս փուլում եւ հնարավոր է, որ մենք մի օր վերջապես ունենանք սոցիոլոգիա, որին կարող ենք վստահել։ Ասեմ, որ սոցիոլոգիայի թեմայով գոնե շահերի բախում ունեմ առաջին անգամ, հա, որովհետեւ ամուսինս զբաղվում է սոցիոլոգիայով եւ ես անկեղծ մենք տեսական հարցեր ենք քննարկում, չենք կենտրոնանում։ Եվ ես գոնե եւ դիսցիպլինի նկատի ունեմ մասնագիտության եւ դրա ճշգրտության վերաբերյալ մեծ հարգանք ու պատկերացումներ ունեմ, այսինքն այստեղ թույլ տամ ասել, որ ենթադրենք դատողություններ սուբյեկտիվ են նաեւ այս պատճառով։ Մյուս կողմից եկեք մենք քննարկենք, թե Էլին, ինչ տերմիններ օգտագործեցինք։ Ասեցինք սոցիոլոգիական հարցման արդյունքները որպես PR են օգտագործում։ Հիմա պարզա, որ օրինակ հարցումների հրապարակումը ինֆորմացիոն առիթ է, բայց PR-ը կամ հանրային կապերը ճշմարտության գիտություն է, դա զորբայության ու ուղիղ գովազդի հարթակ չի որևէ կերպ։ Այսինքն նախ PR տերմինն ենք վիճելի դաշտում հա դնում, մյուս կողմից էլ շատ հստակ մաթեմատիկական գիտություն է սոցիոլոգիան, որտեղ ընդհանուր մինչև ենթադրենք 5% սխալի շեմով կանխատեսումներ անում, եւ ես գիտեմ, որ Հայաստանում պրոֆեսիոնալ սոցիոլոգիան համարյա մշտապես ճշգրիտ պատկերացումներ ու ֆորսայթ կամ կանխատեսում է տվել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Հիմա կարող է որևէ լրատվական, որևէ մարդկանց միավորում հայտարարեն, որ իրենք հարցում են անում, դուրս կան դպրոցում, չգիտեմ, փողոցներում յալանչություն անեն, միկրոֆոնով հարցումներ են եւ անունը դնեն սոցիոլոգիա, նախ դա այդ չի։
Հիմա մենք միջինում եկեք վերլուծենք հետևյալը. հիպոթետիկլի մենք օբյեկտիվ գիտենք, թե ներկայումս բուն ընտրարշավից առաջ ով հասարակական վստահության ինչ տոկոսով է մտնում։ Մի քանի գործոններ, հա, եկեք նայենք եւ պատկերացնենք, թե ենթադրենք քարոզարշավի ընթացքում ինչքան փոփոխություն են կարողանալու ստանալ եւ նորից ինչ հիպոթետիկ դեպքեր գիտենք։ Միջինում մենք գիտենք, որ բոլոր հասարակություններում կան swingerներ կամ փոփոխվող քվեարկողներ։ Այսինքն մարդիկ որոշակի առումով ովքեր կողմնորոշված չեն կամ տեղեկացված չեն։ Քան են դրանց քանակը։ Ես այս բանին չեմ տիրապետում, որովհետև չեմ նայել, չեմ պատրաստվել, հա։ Այսինքն դա ստատիկ թիվ չի, հա։ Չէ, դա ստատիկ չի, այսինքն, բայց միտքը հետևյալն է, հնարավոր է, որ լինի, օրինակ, ընտրական process-ից առաջ շատ կողմնորոշված քվեարկողների խումբ։ Սովորաբար ավելի ինստիտուցիոնալ ու ձևավորված քաղաքական համակարգերով երկրներում դրանք ավելի հստակ են, աչական են, ձախական են եւ այլ եւ այլն։ Միջինում մեջտեղի շեմը չկողմնորոշվածները, չկողմնորոշված երկու պատճառով, դեռևս ԴՊ դժվարանում են պատասխանել եւ տեղեկացված չեն։ Այս երկուսը ցանկացած քաղաքական ուժի հնարավորության պատոհանն է, որտեվ եթե դու ընտրական process ես մտնում, կողմնորոշվածները արդեն էական են։ Դեպ կողմնորոշվածների մեջ երկու խումբ կա նաև վստահող խումբը եւ մարդիկ, ովքեր առհասարակ չեն վստահում կամ անձի ռեյտինգը։ Սա էլ է շատ կարևոր, որովհետեւ եթե որ մյուսինա ձայն տալիս։ Այո։ Այսինքն դու ինչ թվով մտնում ես, դու սովորաբար արդեն այդ երկու ծայրին ձեռք չես տալիս, որովհետեւ դրանք փոփոխելու համար անհրաժեշտ է միջինում 3 տարի։ 3 տարին որտեղից գիտենք, դա Կուբլեր-Ռոսի փոփոխությունների կորի վերաբերյալ, այսինքն ցանկացած դատողություն հնարավոր չի մի ամսում կամ ցանկացած համոզմունք անգամ չեզոքացնել, ուր մնաց թե կոնվերտացնել։ Այսինքն դա այդպես ստատուս կողմնորոշվածներին եւ չտեղեկացվածներին։ Սա նշանակում է, որ եթե հաշվենք, որ նաև 5% սխալի շեմն էր, միջինում իրականում ինչպես մտել են, 5% պլյուս որոշակի տոկոս կարող է փոփոխվել յուրաքանչյուրի մոտ։ Ինչքան որոշակի։ Այդ որոշակին կախված է իրանց ստեղծարարությունից, բայց ամենասկզբում խոսեցինք, որ սրտիկներ են դնում, պոստերները նույնն են, կարծես թե կարգախոսներում կամ մոտեցումներում անսպասելի որևէ բան չկա, վազ ենք տալիս տեղ, գնում ենք այնտեղ, հավանականությունը, որ այդ ինչքանը շատ մեծ կլինի, անսպասելի բաներ կլինեն, կարողա չլինի։ Իհարկե, օրինակ, հիմա ասենց մի քիչ ցինիկանամ ասելով, որ Հայաստանում շատ բաներ չեղան, այսինքն այն որ բան ֆեմինիստները topless եկան կան, կարող ասենց ինչ-որ մի հետաքրքիր բան լիտա չեմ իման, պատկաստ մենք Միչայլոց այսօր ուժերից մեկը ցեխ էր շպրտում, թե ցեխ շպրտելու ժամանակն է եկել, հա, այդ բոլորից եղել է, ցեխնել են արել, այդ դրանք բոլորը թերթնել են կարդացել, process-ներն էլ այդ ցաղից եղել է, այսինքն performance-ել են արել, ինստալացիա են արել, այդտեղ հələ դեռ նոր բան չկա։ Ուզում եմ ասել շոկային որևէ բան, որը կարա պրովոկացնի հետաքրքրություն։ Եթե դա չեղավ, տենց այդ տոկոսը մեծ չի լինի։ Բայց այդ տենց արտառոց ակցիաները նաև ձայն են բերում, հա։ Ուշադրություն են հավաքում։ Եվ ուշադրություն դառնում է էլեկտորալ։ Դե մի հատով ոչ չի լինելու, եթե ուշադրություն եղավ, շուխուր եղավ, process-ները, այսինքն պետք է սկսի, բայց այդ ինչ անսպասելի, այդ ինչ պետք է լինի, դրա համար եմ ասում, այդ ով պետք է, եթե բոլոր ամբողջ չգիտեմ, էլի կուսակցական այդ ինչ է, ցանկով բոլորով տկլորվին, կարող է այդ էֆեկտը չլիներ, տենց բան չի լինում։ Spider-Man-ի շորերով գնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Չեմ տիրապետում, չգիտեմ ով է ինչ շորհակել, Մալադեց, դա չգիտեմ ով է, բայց միտքս որն է, որ ըստ երևույթի նման բաներ համարյա չեն լինում, այսինքն տենց ինքը վերջին տենց ձևական մասն է, որովհետև իրական փոփոխությունը լինում է սովորաբար լռության մեջ, քան թե աղմուկի մեջ ու ոչ թե վերջի կտորում, որտեղ գնում են ստեղ այնտեղ ասում են, այ հեսա քեզ ես ենք խոսք տալու, են ենք խոսք տալու, եւ դա էլ խոստում ձևակերպումը Վարկաբեկված մի հատ բան է, չէ՞։ Իսկ ով է ում հավա, այսինքն աշխարհում որտեղ բացարձակ, այսպես ասեմ, հա, ստի դեմարշ է, ընդ որում մեծ ու տիեզերական մասշտաբների, դիտեք ոչ միայն Հայաստանում։ Այսինքն շատ բարձր ամբիոններից, որոնք գոնե հին աշխարհ նկատի ունեն վերջի մի 20-ամյակի, 20 տարի առաջ դեռևս որոշակի հարգանքի կամ կոնսենսուսի հարթակ ունեն։ Եթե այդտեղից տես տիեզերական ստերա գնում, խոստումը, ընտրական process-ում ինչի արժեք ունի։ Չգիտեմ։ Բայց այսինքն հիմա եթե նորմալ adekvat ընտրող է, որը չի կողմնորոշվել, հիմա ինքը ինչով պետք է առաջնորդվի, խոստումով չի առաջնորդվելու, այդ պաստար լոզունգ իր վրա չեն ազդելու, ի՞նչն է ազդելու իր վրա, ըստ քեզ։ Դե այս հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ինքը ազդված էր լինելու 3 տարի առաջ։ Այսինքն որևէ բան չկա, հենց այդ adekvat մարդուն հիմա գաս ասես, գիտես, ոնց ասում, երթվում եմ սենց հալնելու, ուսի հարգելի, չէ։ Ես եթե 3 տարի առաջ որևէ բան չի փոխվել ինձ մոտ ու 3 տարում դու չես պահել իմ համոզմունքը,
որ այդպես է։ Մի օրում ինչ պիտի փոխվեր, այդ ինչ պիտի լիներ, որ մի գիշերում որևէ բան փոխվեր։ Ես սովորաբար նաև մեկ-մեկ խորհուրդներ եմ տալիս, ասում եմ առաջնորդվեք ոչ թե մարդու խոսքով, այլ գործերով, նայեք թե ինքը ինչ է արել իր կյանքում, ինչ է կայացրել, ինչ է ստեղծել, ինչ արժեք է ի վերջո ստեղծել, հա, դրանով առաջնորդվեք, որովհետև խոսքը այնքան արժեզրկվել է, իրոք չես կարող մարդուն խորհուրդ տալ, ասել գնա, այսինչ տեղը հանրահավաքի մասնակցի, լսի թե ինչ են ելույթ ունենում եւ ըստ այդմ կողմնորոշվի, ընտրել թե ոչ այդ քաղաքական խոսքի տակտիկան կարա հետաքրքիր լինի, այսինքն ոչ թե վերլուծես ասելիքը, այլ ինտենսիվությունը, թե որքան հաճախ է խոսողը դիրքորոշումը փոխում, մոտեցումը փոխում, հետ կանգնում սեփական խոսքերից, հետ կանգնում սեփական թիմակցին պաշտպանելուց կամ աջակցելուց, սենց փոքր նյուանսներ կան, իդեպ որը քրիտիկական զանգվածը կարողանում, հա, որովհետև դու ինչ է, մտածում ես, ասում ես, պատկերացրեք, հայրենիքը մեր երեխան է, բոլորիս։ Մեզ անհրաժեշտ է բոլորիս անխոս հնարավորինս ապահով միջավայր։ Մենք ուրիշ երկրորդ հայրենիք չունենք։ Դա մի հատ է, այսքանս ենք, տենց իրար պոլարիզացիա լինի, իրար գոռանք չենք, սա է։ Հիմա մենք ում ենք վստահում մեր երեխային։ Անխոս դու ուզելու ես գոնե նվազագույնը, ողջամիտ, ռուսերեն ասած պարյադշնի մարդու տաս, հա։ Այդ այդտեղից արդեն շատ բան փոխվում է։ Դու ուզում ես նայես, որ հետո գիտես, նաև պիտի մարդիկ այսպես մտածեն, որ մի քիչ ավել կվաստակենք, պակաս կվաստակենք, մի օր շատ կուտենք, մի օր քիչ կուտենք, մի օր լավ կհագնվենք, մի օր վատ կհագնվենք, բայց այդ բոլորը կդառնա անիմաստ, երբ որ հայրենիք չի լինի, երբ որ պետությունը կլինի վտանգի տակ, չէ՞, պետք է ավելի կարծում եմ, որ սա սերնդային ընկալում է, որովհետև հնարավոր է, որ եկել է նոր սերունդ, որ այդպես չի կարծում, որը եւ հնարավոր է, որ քաղաքական որոշ մեսիջներ, որը ընդհանրական imagine all the people, չգիտեմ, այդ գլոբալիստական բարեկեցություններն են կամ շատ կոնսումերիստական աշխարհ են խոսք տալիս իրենց առավելություններով, հնարավոր է, որ դա Հայաստանի բնակչության շատ տոկոսին արդեն վերցրել։ Այսինքն մենք ինչ ենք անում։ Գայթակղվեն, հա, այդ բաներով, հա, որտեղ էլ լինի կապրեմ, հա, կապ չունի։ Մի քայլ ավելի հետ գնանք, մենք ինչ տիպի մարդիկ ենք։ Հիմա պատկերացրեք, սենց գաղթից, ջարդված, փրկված, ով որտեղից հավաքված գաղթական ժողովուրդ ենք, միավորված X քառակուսի մետր տարածքում։ Մշակութային առումով մենք վերցրել ենք առաջին շերտ այստեղից տարբեր տեղերից բերած մշակույթի եւ ունեցել ենք ուժեղ արվեստագետներ ու անհատներ, ովքեր փորձել են տարբեր տեղերի առանձին մշակույթը ձևակերպել որպես հայ մարդուն վերագրող ընդհանրական մշակույթ։ Ինչի են այդպես արել, որպեսզի փրկեն այդ բոլոր պատառիկները։ Հայկականության գաղափարը, որը ցանկացած դրսևորումներով կարող ենք համաձայնվել, որն է ստացվել, որը չի ստացվել, այնուամենայնիվ։ Եվ համարենք, որ այդ կետին, երբ որ այդ սաղով գաղթականներով հիպոթետիկ համարենք սա առաջին աշխարհամարտի ժամանակահատվածները։ Այդտեղից ով ինչ հետը բերել է տարբեր հենքերով։ Եւ գոնե այդ ժամանակահատվածում եւս մենք ունեցել ենք մեր մեջ որոշակի sense, հա, ասում են մենք հեթանոս քրիստոնյաներ ենք, sense բադատողություններ անհասկանալի եւ այլը, բայց հնարավոր է, որ այս բոլորը կյանքի իրավունք ունի այնքանով, որ այդ մարդկանց մեջ եղել է շատ ժողովրդական ավանդույթներ, ծեսեր կամ կրկնվող սովորույթներ, բոլորը չի որ եղել են մաքուր քրիստոնեական հենքով եւ ակնհայտ եղել է ադապտացիա, որպեսզի կոմֆորտ լինի, բայց կարողանան այս մարդկանց միավորեն։ Եվ այդ տեսանկյունից նորից հայրաքելական եկեղեցուն ու կրոնը, անկախ նրանից թե ինչքան հալածանքներ ենթարկվել, դարձել այն միակ բանը, որը կարողանում է այս բոլորին տարբեր տեղերից հավաքած տարբեր ակցենտներով խոսող միավորել։ Okay, գալիս ենք սովետական միություն։ Անցնում ենք սովետական միության տարբեր փուլերը։ Նկատի ունեմ առաջինը նրանից, որ հայրենիք համարում ենք սովետական միությունը եւ երկրորդ աշխարհամարտին եղած չեղած այս մեր գեղի այս 10-ից 600,000 եւ ավելի գնում ենք Ստալինի զոհ ենք դառնում, հələ նայեք էլի։ Եվ parza որպիսի այդ էլի տարբեր process-ներով անցնում ենք, խորապես սկսում ենք հավատալ, որ մենք աթեիստներ ենք, անցնում ենք այդ գուշակություններ, բաներին, գարասկոպներին, այն ինչ է Եփրեմ Վերդիներին, չէ՞ որտեվ միշտ մարդը ունի ոգու 65 թիվ վերելքի շրջան, ցեղասպանությունն են սկսում անոնել։ Ու դա լինում է նրա հաշվին, որ ցույց արած գոնե մի փոքր հավաքվում ենք, մի փոքր սկսում ենք կենտրոնանալ որևէ բանի վրա։ Թիվի վերջո, որը ու հետո սկսում է պայթում, անկախ Հայաստան սկսում է ձևավորել նոր խումբ, եւ ստացվում է, որ այս մեր 100-ամյակի մեջ մենք հազիվ թե ձևավորել ենք մի քանի կոնսենսուս, որ հայ ենք, որ հայերենը մեր պաշտոնական լեզուն է, իդեպ կոնսենսուս ունեինք եկեղեցու շուրջ, որը խարխլվում է կարծես, այսինքն ուզում եմ ասել, սրա
ցեղասպանության շուրջ Իդեպ ցեղասպանության կոնսենսուսը նաև Հայաստանի եւ Սփյուռքի միավորող ամենակարևոր կետն էր եւ ներկայումս ակնհայտ է մենք սպասում ենք Հայաստանի եւ Սփյուռքի, որ ասում ենք 7 միլիոն հայ ունենք, այդ բոլորի կորուստ բարի ուղիղ իմաստով, որովհետեւ այդ կոնսենսուսը կամ այդ կապող կետը մի քանի սերունդի Հայաստանի հետ միավորում էր, որովհետեւ լեզվական տեսանկյունից մշակութային փորձառության շատ բան չէինք կիսում, բայց այդ ընդհանուր հիշողության վերաբերյալ թեև դա տրավմատիկ հիշողություն է, թեև տարբեր ընկալումներ ու մեկնաբանություններ կլինեն տվյալ հիշողության, բայց այդ հարցը պետք է լուծվեր կոնսենսուսի գայինք։ Խոսքով սա է որպես այդպեսին եւ Արցախը ստացվում է որ մեր դուխի են տեղներ, որովհետեւ մենք գոնե տարածքային ձեռքբերում հազարամյակով եւ հաղթանակ բարի ուղիղ իմաստով նորից էլի գնահատականները թողած հիմա հետին թվով տարբեր բաներ են, հա, ասում իրոք չենք ունեցել։ Հիմա այդքանը ունենք։ Այդքանից հետո դրանից ոչ մի բան չի մնացել։ Հիմա այդքանից հետո հիմա եկել ենք, այսինքն ինչից հա սկսեցինք, ասում ենք ինչ ունենք, ով են մեր մարդիկ, այսքան խառը խնդիրներով եկել հավաքվել ենք, սենց գնում ենք դեպի աշխարհ, ասում ենք մեր խնդիրը ընտրություններում են հարցերը լուծվելու։ Որ խոսեմ երկար եմ խոսելու։ Ցավոք։ Եվ ասում վերքերից աղմի լուծում։ Այո, մեր բոլորի վերքերն է եւ այո, հիմա կանգնած ենք այդ ճամփաբաժանի առաջ։ Հուսանք, որ մեր քաղաքացիները, մեր ընտրողները ճիշտ կկողմնորոշվեն, հա, կկարողանան երկրին օգտակար ճիշտ ընտրություն կատարել, երկիրը դուրս գա այս ծանր վիճակից եւ գտնենք վերջապես գտնենք այդ կոնսենսուսը, որը միավորելու է հայերին ամբողջ աշխարհում մեկ սփռված, չէ՞։ Ես եթե կարող եմ որ ասում ենք հուսանք ճիշտ կկողմնորոշվեն, ասես միտք տանք, որ այդ տարբերակը կար, որ լինում է շտոկ դե կագդա է, ճիշտ հարցը կար, իրանք պետք է մանգային այդ հարցը գտնեին։ Եթե մենք մարդկանց ազատենք այն պատասխանատվությունից, որ այո ճիշտը կար, եւ հետեւաբար եթե մի բան չունի, այ դու ես մեղավոր, որտեվ չգնացիր ընտրությունը, ճիշտ չարեցիր, ասենք եկեք հետեւյալով ֆիքսենք, որ հիմա այլ ընտրություններ լինելու Կարճ շատ արագ ժամանակ անցնում ցավոք սրտի։ Մի հատ աչքդ թարթես նորից ընտրություններ լինելու եւ նորից ընտրություններ լինելու։ Այս ամբողջ ընթացքում դու կարող ես սիրելի հայ մարդ զբաղվել անպետք գործողություններով, scroll down անել, հա, ինտերնետը, տենց տարբեր բաներ անել եւ մշտապես գտնել սուբյեկտ, մշտապես մարդ գտնել օբյեկտ, ում վրա կարող ես բարթել քո կյանքի, քո դժվարությունների մեղքը, օքեյ։ Բայց կարող ենք մենք նաև ասել, որ եկեք հետևյալ անենք, փորձենք ինչքան էլ դա դժվար է, հնարավորինս կոնսենսուսային ու իրար հանդեպ հարգալից լինել, ներողամիտ լինել, որովհետև իսկականից քիչ ենք մնացել, իսկականից քիչ ենք մնացել։ Երկրորդը ֆիքսենք, որ անկախ նրանից, թե ով ինչ ընտրություն կկատարի, դա բոլորի թողենք խղճի ու մտքի ազատությանը։ Կարանք ֆիքսենք, որ շատ կարևոր է, որ 21-րդ դար գազ հասնես ու արժանապատիվ մարդ լինես։ Եկեք մտածենք, թե այս բառը, տեսեք, այսքան խոսացինք, չէ, ասացինք խոստում եւ այլն։ Կարա եկեք կյանքի իրավունք ունի արդյոք արժանապատիվ բառը 21-րդ դարում եւ դա ինչա հիպոթետիկ նշանակելու։ Ես ավելացնեմ արժանապատիվ հայի կյանքով ապրենք։ Հայ մարդ, որը արժանապատվությունը բարձր է։ Շատ լավ է, հայ մարդ հիմա ստացվել է, որ մտածելու են, որ օրինակ հատկապես երիտասարդ ինչ-որ բան ենք փաթաթում։ Դե միտքը սենց է, որ մարդը տարբերվում է կենթանուց, եթե նայենք բարի ուղիղ իմաստով ու իրավական կարգավորման տեսանկյունից, որովհետև ունի իրավունքներ։ Որտեղից գիտենք, որ ունի իրավունքներ, որովհետև ձևակերպել ենք, որ կա human rights and human dignity, մարդու իրավունք եւ արժանապատվություն։ Դու իրավունք ունես, եթե ունես արժանապատվություն։ Իրավունքը ընտրողաբար չի կիրառվում։ Կամ այնպես չի, որ հանկարծ այսօր հիշեցիր։ Այսինքն միտքը որն է, որ փորձեք ընդամենը արժանապատիվ լինել։ Եթե տեսնում ենք անարդարություն, ոչ թե առաջնորդվենք կարճաժամկետ շահով, հիմա ես խաղի մաս եմ, հնարավոր տեսնում եմ հնարավորություն օգտվելու, այ հիմա սենց այն չհանեմ, բայց եթե հանկարծ այնպես լինի, որ գան հասնեն մեր տներին, հանկարծ հիշեն, որ ստեղ իրավունքի հարց կար։ Այս Երկրորդը մտածենք, ասենք, ենթադրենք, եթե մեզ վիրավորում են, իսկ վիրավոր շատ բան պիտի անձնական, հա, ընդունենք, չգիտեմ, մեր պատկանելությունը ոնց է ծնողներին եւ այլն։ Ու եթե հայ մարդու որևէ մեկ վիրավորում է, ասենք օտարազգի, մի փոքր կարեք, չէ, արժանապատվություն ունենեք ստեղ այնտեղ գնալուց եւ հələ ամենավատ բանը, որ ձեզ հետ կարալ ինչն է, կծեծեն, չէ, օքեյ, թող ծեծեն, ասենք հələ, բայց օրինակ էդ եմ ուզում ասել, էլի, որ մի փոքր առաջ գնանք, էլի, մի փոքր մտածենք, նույնիսկ կյանքը արժանապատվությունից վեր չեն դասի, հա, պատրաստ են զոհվել, բայց իրենց արժանապատվությունը բարձր
պահել, չէ՞։ Դե հիմա ասենք, որ արժանապատվությունը ցանկացած մարդու հաջողության գործոնն է։ Սենց փորձենք մոտիվացնել, բայց դա շատ իրական է, որովհետև ասենք, որ ենթադրենք անգամ աշխատանքային միջավայրում հետ են հաշվի նստում, ով արժանապատվություն ունի։ Որևէ հարմար մարդու այս կյանքում տեղ չկա։ Մանավանդ այս մրցունակ աշխարհում, որտեղ արհեստական բանականություն ու տեխնոլոգիաները ցանկացած միջին ու փոքր մարդու կարողությունները տասնյակ անգամներ ավելի լավ են անում։ Հետևաբար ստացվում է, որ միակ բանը, որ կարողա ձեզ մնա, ձեր խարակտերն է, ձեր պատկանելությունը եւ արժանապատվությունը։ Արժանապատիվ մարդ եւ արժանապատիվ պետություն։ Շնորհակալ եմ շատ, հետաքրքիր էր կարծում եմ։ Այսօր այսքանը կհանդիպենք։